Պարոն Ղազարյան, եթե կարելի է մինչև ժամը 11-ին կհասկանաք ձեզ ընդունում է Պաշտպանության հանձնաժողովի անդամները, թե ոչ, ժամը 10-ին նախատեսված էր հանդիպում, ինչ հիմնավորմամբ այդ հանդիպմանը ձեզ չկանչեցին, չհրավիրեցին։ Հիմնավորում չի եղել, ուղղակի ազգային ժողովի աշխատակիցը, ինչպես նախորդ դեպքերում, եթե ընդունելության է գալիս քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, նրանք ուղղակի խտրական վերաբերմունք են ցուցաբերում եւ ինձ ընդունելության չեն արժանացնում։ Ինձ տեղեկացվեց, որ ընդունելության իզնից բացի, կոնկրետ այդ հանձնաժողովի ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ընդունելությանը իզնից բացի գրանցված է եղել եւս երկու քաղաքացի, մյուս երկու քաղաքացիները արժանացել են ընդունելության եւ ինձ հայտվել է, որ Ծովինար Վարդանյանը չի ցանկանում միայն ինձ ընդունելության արժանացնել։ Այսինքն ցուցաբերել է հերթական անգամ խտրական վերաբերմունք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սա Ծովինար Վարդանյանի վարքագծում արդեն կրկնահանցագործության դրսևորում է, որովհետև նախորդ ամիսներին նույնպես իրենց հանձնաժողովում ընդունելության ժամանակ կրկին ինքը պետք է անցկացներ ընդունելությունը եւ միայն ինձ մերժել է ընդունելության արժանացնել։ Նախորդ անգամ օրինակ ընդունելություն կայացել է, որովհետև երբ որ ընդունելությանը մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովից ներկայացել էր ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Տիկին Միրզոևան, այդ ընդունելությունը կայացել է։ Այս ամսվա ընթացքում կայացել է եւս մեկ ընդունելություն, կրկին Հայաստան խմբակցության падգամավոր Մեհեր Մերկոնյանի կողմից անցկացվող։ Սա էլ ինչ է հուշում, որ եթե ընդունելությունը ՔՊ-ից չի падգամավորը, այլ խմբակցությունից է, դրանք կայանում են, այսինքն մյուս падգամավորները բարեխիղճ են իրենց պարտականությունների կատարման հարցում եւ ընդունելության են արժանացնում բոլոր քաղաքացիներն, ընդ որում Հայաստան խմբակցության падգամավորներն էս չի, որ միայն ինձ են ընդունում։ Իրենք ընդունելության են արժանացնում բոլոր քաղաքացիներն, ինչպես որ պետք է անեն ընդունելության եկող մյուս բոլոր падգամավորները։ Իսկ եթե ընդունելությունը անցկացնում է քաղաքացիական պայմանագրից, միայն ինձ ընդունելության չեն արժանացնում։ Սա նաև ինչ է նշանակում, որ падգամավորները դրսևորում են ոչ թե անհատական վարքագիծ, ինչը որ սահմանադրությամբ նրանց պարտականությունն է, այլ կոլեկտիվ վարքագիծ։ Դա նշանակում է, որ գոյություն ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշում, որ խմբակցության կազմի ոչ մի падգամավոր պետք է ընդունելության չմի, իրանք WhatsApp-ի խմբեր ունեն, կարծեմ խմբակցության տենց խումբել ունեն, երևի ընդհանուր շրջաբերական մի հանձնարարական ստացել են, ակն ես ուղղակի ենթադրում եմ, խմբակցության ղեկավարից ենթադրվում է, որպեսզի ինձ ընդունելության չարժանացնեն, իսկ ազգային ժողովի կանոնակարգը խմբակցությանը նման իրավասություններ չի տալիս, այսինքն յուրաքանչյուր падգամավոր պետք է անհատապես գործի։ Ես նախապես ասել եմ, թե ինչ թեմայով եմ ուզում իրանց հետ հանդիպել, այսինքն իրենք գիտեն, որ հիմնական քննարկման թեման դա վարչապետին անվստահություն հայտնելու հարցն է, եւ իրենք փաստորեն խուսափում են, վախենում են այդ հարցի շուրջ քննարկումներ ունենալ քաղաքացիներից։ Իսկ այս ընդունելությունների հեղինակը ես չեմ։ Այսինքն ես չեմ խնդրել իրանց հետ հանդիպել։ Հանդիպումը իրենք են նախաձեռնել, ես սահմանված կարգով ոնց որ մյուս քաղաքացիները գրանցվել եմ եւ ներկայանում եմ ընդունելության։ Եվ այդ ժամանակ իրանք ցուցաբերում են նման վերաբերմունք։ Գիտեք, ասեմ, որ ես 20-ից ավել հաղորդում եմ տվյալ հանցագործության մասին, ոչ մի դեպքում հələ այդ ուղարկումը մինչև քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, տարբեր քննիչներ են, իդեպ, բայց ընդեղ էլ ոնց որ ընդհանուր մոտեցում է, վարույթ չեն նախաձեռնում, ոչ մի հիմնավորում չեն գնում։ Քրեական դատավարության օրենսգրքից մի քանի հոդված արտագրում են այդ իրենց գրության մեջ եւ ասում են Էդգար Ղազարյանի դիմումը հիմք չի հանդիսանում վարույթ նախաձեռնել, այսինքն իմ դիմումի ոչ մի հանգամանք քննիչը չի դիտարկում վարույթի նախաձեռնելը մերժելու համար։ Ես դա բողոքարկում եմ Արաբկիր Քանաքեր Զեյթունի դատախազներին, դատախազը օրինաչափությունը արդեն իմ բողոքը մերժում է, հետո գնում է Առաջինատյանի դատարան, եղել է դեպքեր, որ դատարանները մերժել են, հիմա տվել են վերաքննիչ դատարան, մյուսները բոլորը ընթացքի մեջ են։ Այսինքն ես այս ամենի հետ միասին մի հսկայական նաև իրավական աշխատանք եմ տանում, ընդ որում մենակ չունենալով պաշտպան, չունենալով փաստաբան այդ գործում, դա էլ ինչի համար, որովհետև սեփական միջոցներ չունեմ փաստաբաններ վարձելու համար, որպեսզի ինձ այս հարցում օգնեն, իսկ իրենք էլ մի հատ օրենք են ընդունել, որ փաստաբանները անվճար խորհրդատվություն եւ աջակցություն քաղաքացիներին չեն կարող ցուցաբերել, որովհետեւ հիմա որևէ փաստաբան եթե դա անի, ինքը ոչ միայն իր
սեփական ժամանակի հաշվին պետք է անի, այլ նաև պետք է հարկեր վճարի իմ չվճարած գումարներից, որպեսզի ինձ ցուցաբերի իրավական աջակցություն։ Սա էլ է կարևոր խնդիր, որովհետև անցած տարի փաստաբանական համայնքը հենց այդ հարցով էր բարձրաձայնում իրենց գործունեության հարկային ռեժիմի փոփոխության հետ կապված, այսինքն դրա հետևանքներն էլ եմ ես հիմա կրում եւ հիմա ամեն օր երեկոյան ես ստիպված եմ գնալ օրինակ այսօրվա հետ կապված պետք է նորից հաղորդում գրեմ հանցագործության մասին այնտեղ որտեղ դատախազներից մերժումներ կա դատական հայցեր գրեմ դա հսկայական աշխատանք է այսինքն նորմերը պահպանել եւ այլն տեխնիկական դիսկի վրա գրել էլեկտրոնային կրիչ ուղարկել բոլոր հասցեատերին նշել եւ այլն պոստային աշխատանք ծառայություններ բայց ես դա անում եմ այսինքն ինձ համար դա մեծ ծանրություն է ֆիզիկական, ինտելեկտուալ առումով, բայց պատասխանատու եմ ինձ համարում ոչ միայն սեփական իրավունքների պաշտպանության, այլ նաև մեր հասարակության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության իմաստով, որովհետև այս կարգավիճակում կարող է հայտնվել ցանկացած քաղաքացի, այսինքն Պարոն Ղազարյան, վաղը ազգային ժողովում նախատեսված է լսումներ Նիկոլ Փաշինյանին անցկացրել հայտնելու գործընթացի վերաբերյալ ինչ ակնկալիքներ դուք ունեք եւ իրատեսական եք համարում, որ իշխանական որևէ падգամավոր ամյոնից ելույթ կունենա ու չգիտեմ կպատասխանի այն ժողովրդին, որից քվեի է ստացել։ Նախ ազգային ժողովի աշխատանքներին մասնակցել, այդ թվում ազգային ժողովի նիստերին, ազգային ժողովի հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, քննարկումներին, ազգային ժողովի падգամավորների պարտականությունն է։ Իհարկե խմբակցության կողմից կազմակերպված լսումներին օրենքով սահմանված պարտականություն դրված չի, դա միայն հանձնաժողովների կազմակերպված լսումներ, բայց այնուամենայնիվ падգամավորները դրա համար են, որպեսզի մասնակցեն ազգային ժողովի աշխատանքներին։ Խորհրդարանական լսումների ինստիտուտը նախատեսված է այն բանի համար, որ հանրությանը հուզող այս կամ այն հարցի շուրջ հրավիրվեն ոչ միայն падգամավորներ, այլ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ովքեր որ շահագրգիռ են, ովքեր որ փորձագիտական կարողություններ ունեն, փորձառություն ունեն եւ այլն, որպեսզի գան իրենց տեսակետներով, քննարկումներով օգնեն падգամավորներին, որպեսզի նրանք որոշումներ կայացնեն, բոլոր դեպքերում խորհրդարանական լսումների շահառուները դրանք ազգային ժողովի падգամավորներ են։ Հետևաբար վաղը նիստերի դահլիճում պետք է գտնվեն իմ կարծիքով ազգային ժողովի բոլոր падգամավորները, որպեսզի նրանք լսեն, թե հանրությանը հուզող հարցի վերաբերյալ այլ մարդիկ, ովքեր падգամավոր չեն, ինչ կարծիքներ ունեն, որպեսզի դա նպաստի իրենց տեսակետի ձևավորմանը եւ դրանից բխող որոշումներ կայացնեն։ Եթե իրենք ունեն տարբերվող կարծիքներ, պարլամենտը դրա համար է, որ նաև տարբերվող կարծիքներ հնչեցվեն, այդ տարբերվող կարծիքների մեջից ծնվի ճշմարտությունը, հասարակությունը լսի, ասի Էդգար Ղազարյանը այս հիմնավորումներն է ներկայացնում անվստահության գործընթացի համար, չգիտեմ, Ալեն Սիմոնյանը կամ Ռուբեն Ռուբինյանը կամ Վահագ Ալեքսանյանը այս կարծիքը ունի։ Այդ մարդիկ պետք է այդ երկու կարծիքները լսեն, տեսնեն որն է հիմնավոր եւ իրենց տրամաբանական պահանջ ասեն Պարոն Ղազարյան, այս մարդիկ ավելի հիմնավոր են խոսում, չէ, պաշտպանենք, բայց այստեղ հիմա մենք պարլամենտում ունենք մի հատ իրավիճակ, որ պարլամենտը իր ֆունկցիոնալ կարգավիճակից շեղվել է, այսինքն այստեղ քննարկումներ չի լինում, ասենք 2 օր առաջ իրանք էին կազմակերպել խորհրդարանական լսում։ Ես ելույթ եմ ունենում։ Ռուստամ Բաքոյան ասում է, ինձ դուր չի գալի քո ելույթը։ Եվ ընդհանրապես օգտվելով այդ իր նախագահողի կարգավիճակից ինքը տենց իրավունք չունի դե որպես լսումների ժամանակ։ Ասում անջատեք խոսափողը։ Հետո էլ անվտանգության ծառայողները ասում են հեռացրեք իրան դալի, որովհետև իր ասած մտքերը իր հակասություն, օրինակ մենք ասում ենք օրենքի նախագիծ են քննարկում, եւ այստեղ պետք է ելույթ ունենան փաստորեն միայն մարդիկ, ովքեր գովում են այս նախագիծը։ Ովքեր միայն դրական կարծիք ունեն այս նախագծի վերաբերյալ, նրանց բոլորին թույլատրվում է խոսել։ Եթե մեկը ընդդիմանում ասում է, որ այս նախագծի կարիքը չկա, հասարակական հարաբերություններում երեխաների իրավունքների պաշտպանության հետևանքները ինչից են առաջ, չի ասում է, դու վատ բաներ ես ասում։ Անջատեք խոսափողը։ Հետո ասենք ոնց է, պարլամենտ ինչի համար է։ Պարոն Ղազարյան, ժողովրդավար համարվող Հայաստան բաստիոն համարվող Հայաստան ինչպես է հնարավոր։ Հենց այդ ամեն ինչը վկայում է, որ այս մեր երկիրը ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու է։ Հիմա ասենք տեսեք,
Ամեն տեսակի բռնությունը դատապարտելի է, չէ՞։ Ամեն ասենք թե որևէ ձևով հաշվի հարդարներ տեսնելը, ֆիզիկապես մարդուն պահանջելը, որ ինքը քո կարծիքին ելնի, քո ասածը, դրանք բոլորը օրենքով արգելված են։ Ինչի է արգելված, որովհետև օրենքով նախատեսված է քննարկումները, իրար հետ խորհրդակցելը, խոսելը, չէ՞։ Բայց հիմա եթե ասենք այդ մարդիկ խուսափում են խոսքից։ Հիմա ասենք Ծովինար Վարդանյան, ես այսօր որ այդ ընդունելությունը կայանար ժամը 10-ին, ես նրան ինչ պիտի անեի։ Ոչ, ասենք բացի իր հետ խոսելուց, ուրիշ ոչ մի բան, ոչ տրամադրված եմ, ոչ ասենք ես կյանքում կնոջ վրա ձեռք չեմ բարձրացել, որ մտածի ասի հանգարց կարող է ինձ ծեծի։ Եթե ուրիշ բան մտքով անցնի, այդ պիտի նախ իմ մտքով էլ անցած լինի, իմ մտքով այդպես բան չի անցել, որ մտածի ասի կամ ազգային ժողովի ինչ դրա տեղն է։ Ընդամենը պետք է լինի սովորական խոսք քննարկում։ Չէ, ես իրան պիտի ասեմ, պատրաստվում էի ասել, թե ինչի ինքը որպես պատգամավոր պիտի անվստահության գործընթաց նախադրա հիմքերը ներկայացնեմ։ Լսեմ իր կարծիքը, ինքը ինչի դա չի անում որպես պատգամավոր, երբ որ դա իր պարտականությունն է։ Հիմա ինքը դրանից խուսափում է։ Լավ, եթե ինքը դրանից խուսափում է, ես իր հետ ո՞նց շփվեմ, ո՞նց հաղորդակցվեմ։ Ուսած մեր ամբողջ հասարակությունը։ Հիմա ասենք վաղը խորհրդարանական լսումներ է։ Պարզ է, չէ, որ եթե իմպիչմենտի հարցը ակտուալ չլներ, մի ամբողջ խմբակցություն անվստահության գործընթաց չէր նախաձեռնի, այդ թեմայով խորհրդարանական լսումներ չի հրավիրի։ Եթե դա արվում է, ուրեմն դա նշանակում է դա ակտուալ է մեր հասարակությանը, այդ հարցը հետաքրքրում է։ Հիմա եթե վաղ այդ դալիճում լինի 50 մարդ, 100 մարդ, քաղաքական գործիչներ, տարբեր կուսակցություններ, նշանակում է դրանց բոլորին այդ թեման հետաքրքրում է, չէ՞։ Բայց պատգամավորները չկան տենան այս մարդիկ, ասենք կուսակցություններին ղեկավարներ են, ներկայացուցիչներ են, անվանի գործիչներ են, հասարակության մեջ հեղինակություն, բայց մարդիկ կարծիք ունեն, բայց չկան լսեն տենան այս մարդիկ ինչ կարծիք ունեն։ Բայց եթե չեն ուզում շփվեն, հաղորդակցվեն, բայց մենք իրանց հետ ո՞նց խոսենք։ Խոսենք, ասենք շատ է որ ասենք հիմա տարածված է նոր տարուց առաջ Իջևանում որոշակի ասենք գործող Նիկոլ Փաշինյան, բայց դա մարդու դեմ չի կարելի դες բան անել, չէ՞։ Մարդը դրա համար է որ հիմա ասենք թե այն խոզին որ Նիկոլ Փաշինյանը Իջևանում նոր տարուց առաջ խանձել է, բայց չի կարացել հետը խոսի, չէ՞։ Կարող է խոսել, պարզվել որ կարելի է դա նաև չանել էլի 21-րդ դարում, չէ՞։ Կարող է այդ խոզը իրան բացատրել ասել մի արա, դա նույնիսկ եթե սոված ես, ուզում ես ուտես ուրիշ բան, տար բոյնի, նորմալ, մորթի, ինձ բան, տեսա խոսել իմանար այդ խոզը, այտենց կառաջարկեր։ Հիմա Վահագ Ալեքսանյանը խոսել գիտի, ի տարբերություն այն խոզի, որը խանձվել է Իջևանում, բայց խոսել գիտի, պիտի օգտվի, չէ՞ այդ հնարավորություն, պիտի գա խոսի եւ իր տեսակետները ասի։ Բայց ելույթներ են ունենում ոչ ժամանակ, երբ որ այդ դահլիճում մենակ իրանք են, իրանց խմբակցությունն է, մի խմբակցությունով, խմբակցության անունը դրել են ազգային ժողով։ Բոլոր օրենքները ընդունվում է մի խմբակցությամբ։ Իսկ քննարկումներ չկա, լե հետևեք քարորիայի աշխատանքների որևէ օրենքի նախագծի քննարկում տեղի ունենում է ազգային ժողովում։ Որ մեկը հարց տա, այդ հարցի մեկը պատասխանի, մեկը կողմը լի, մեկը ընդդիմությունը չի մասնակցում, որովհետև իրաց ձայնը լսելի չի եղել բացառիկ են դեպքերը, ասենք դրոշի մասին օրենք, չգիտեմ, որ ընդդիմադիր պատգամավոր օրենքի նախագիծ առաջադրի։ Ազգային ժողովում ոչ թե կողմ դեմ քվեարկեն, քննարկեն։ Հասկանում եք, դեմ են քվեարկում, նույնիսկ օրակարգ չի մտնում։ 58,000 մարդ հայաքվեով օրենքի նախագիծը հեղինակ է։ Բերը հասցրել են ազգային պատկերացնում եք ինչ տիտանական աշխատանք, չէ, ամբողջ երկրով, մի ամիս սաղ ժողովուրդը 58,000 մարդ ես ասում, Վայոց-Ձորի բնակչությունից շատ է։ Գնացել են օրենքի նախագծի հեղինակ են դարձել, բերել են ասում են պատգամավորներ, խնդրում ենք այս նախագիծը քննարկեք։ Կողմ կլնեք, թե դեմ կլնեք, դա պիտի որոշվի քննարկման արդյունքում, չէ։ 58,000 քաղաքացու նախաձեռնությունը դեմ են քվեարկել, որ մտնի օրակարգ, հասկանում եք։ Չեն ուզում իսկի քննարկեն։ Հիմա եթե նրանք էլ տենում են այս վիճակնա դուրս են գա, իրանք մնում են մի խմբակցությունով որոշումներ են կայացնում, պաշտոններում մարդկանց են ընտրում, օրենքներ են ընդունում, ինչ են, մի խմբակցությունով, դա չէ՞ ազգային ժողով։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ է։ Ճանաչում են, գայշնիկ է այլ է, ժամանակի մինչև պատգամավորել։